Մենք այս տարվա ընթացքում վերջացնելու ենք մեր գմբեթ ծրագիրը ամբողջությամբ փակում ենք հայտարարվածները, բայց ամբողջությամբ չենք փակում այն բանով, որ եթե նոր ասենք գմբեթների զայավկեք լինեն, то есть հայտեր լինեն նոր գմբեթների, խոսքի մարդիկ ցանկանան իրենց գյուղի կողքը գմբեթ արդեն գմբեթ 3 ենք վաղուց տեղադրում, մենք կոժանդակենք, կօգնենք էլի, մենք էլի ոնց որ այս մի տարվա ընթացքում աշխատել ենք իրականում, հիմնականում օգնել ենք տեղի բնակչությանը, այո, մենք օգնել ենք ինչով, այն ակումուլացված մեր մոտ միջոցներով, մասնագետներով ու կարելի է նաև նշել, որ մեր բանակը, մեր ինժեներական զորքերը քնած չեն, իրենք գմբեթ 2-ից հետո շատ արագ ուշքի եկան, միջև այդ շատ դանդաղ են շարժվում։ Եվ պատվիրեցին հսկայական քանակներ, ասենք գմբեթ 1-ի անալոգները։ Գմբեթ 1-ի պես կառույցներ են սարքում։ Իսկ կարելի ասել հենց գմբեթ 1 են պատվիրել։ Հենց է ստացվել, որ մեր առաջի գմբեթ 1 ծառքող մարդիկ են կառուցում, բայց մի խոսքով բանակը կանգնած չի, բանակը աշխատում է։ Ստե մի հատ բայց կա։ Մեր ինժեներական զորքերը, ես երբեք չեմ ասել էլի, որ իրանք չեն անում կամ չեն կարող։ Իրանք չեն հասցնում, իրանք քիչ են։ Սովետական բանակում կար հատուկ զորքեր, կոչվում էր ստրոյբատ։ Մնացած զորքերը ՎՉ-էր եւ թիվ, ասենք военная часть, то есть զորամաս, ու այդում էր 5 թիվ։ Եվ կար ՎՍՈ-ներ, военно-строительный отряд, то есть ռազմաշինարարական ջոկատ 3 թիվ։ ՎՍՕ 3 թվով։ Այդ ՎՍՕ-ների թիվը մեր մոտ մի ուրիշ ձևի պակասա այն նոր առաջացած ռազմաճակատի կամ սահմանի ոնց ցանկանում։ Իրականում կապ չունի, էլի, խաղաղությունն ինչա, Շվեյցարիայի պես խաղաղ ոչ մեկ չի ապրում այս պետության մեջ, բայց ինքը բոլորի հետ սահմաններում ունի համապատասխան դոտեր, բունկերներ, չգիտեմ, անցած հաղորդմանը խոսած։ Ես իմ որտեղ եթակ որ էդի տեսնեք, չէ, կարող է Ֆրանսիայից գնացքով եթում եք Իտալիա ու թունելի մուտքի մոտ տեսնեք, ինչ որ ասում ենք։